Հայաստանի քաղաքական դաշտում ընտրություններից առաջ կարծես թարմացվում են ոչ թե ծրագրերը, այլ մենյուն։ Տարիների ընթացքում այն փոխվել է պիցայից մինչև մուրաբա, մուրաբայից մինչև քյաբաբ։ 7-ին ժամը 4-ին 10 պակաս դուրս կգանք, դու կարաք ժամը 3-ին ատբոյ անեք, ես մի օրը պտի նվիրեք ինձ։ Ախպեր օրը կստան, հազարակ, ուզես Դու պրոբլեմ չունեք։ Խողնել ես գլխից է։ Հա, bez պրոբլեմ։ Դե որ bez պրոբլեմա, Բայց այ աբրես, հեռախոսով էց բաներ մի ասա, ախար։ Կասեմ քյաբաբ պես։ Հա, լավ։ 2020-21 թվականներին խոսվում էր, որ Հանուն Քոչարյանի ցույցերին պիցցա են բաժանում։ Ավելի վաղ 2007-ից 2008 թվականների ընտրություններում Բարգավաճ Հայաստանը տուկի թել ու ալյուր էր բաժանում։ Արթուր Բաղդասարյանի թիմը մուրաբա էր բաժանում Օրինաց երկիր կուսակցության ընտրողներին, իսկ հիմա, ըստ հրապարակված ձայնագրությունների, քաղաքական խոհանոցում նոր բրենդ կա՝ քյաբաբ։ Քյաբաբ պես։ Հա, լավ։ Բայց սա այլևս պարզապես հումոր չէ։ Հակակոռուպցիոն մարմինները հայտարարում են, Արմավիրի մարզում գործել է ամբողջական սխեմա, ձևական աշխատանք, աշխատավարձ անվան տակ գումարներ եւ ընտրության օր ճիշտ կողմը հիշեցնելու պայմանավորվածություն։ Ուժեղ Հայաստանը հերքում է այս ամենը, հայտարարում թե գործ ունենք մոնտաժված ֆիլմի հետ։ Ուժեղ Հայաստանն իր գործունեությունը ծավալում է Սահմանադրության եւ օրենքի շրջանակներում։ Իշխանությունների ձեռքին գործիք դարձած իրավապահների նկարած անհաջող ֆիլմը եւ մոնտաժված ձայնագրությունը հայտնի ձեռագիր է, ասում են նրանք։ Քաղաքագետ Էդգար Առաքելյանը սակայն հակառակն է պնդում։ Հիմա իրանք սխալվում են կարծելով, որ նախկին մեթոդները հնարավոր է կիրառել, նաև սխալվում են այն առումով, որ ըստ էության հաշվի չեն առնում հանգամանքը, որ պետությունը այսօր հետամուտ է այդ գործընթացներին եւ պետությունը այսօր բացահայտելու է եւ պատժելու է նման ցանկացած արարք, քանի որ դա թերևս, գիտեք, մեր ամբողջ դժբախտությունների, ամբողջ այդ ողբերգությունների, ամբողջ այդ ճգնաժամերի, պատերազմերի այդ պատճառը հենց դա է եղել։ Ըստ հրապարակված ձայնագրության, նույնիսկ բարեգործությունն է վերածվել գործիքի, բժշկական ծախսերի փոխհատուցում ընտրության դիմաց, իսկ իրականում քողարկված ընտրակաշառք։ Այսօրվա վերջած ընտրակաշառքը դա վաղվա չքավորությունն է, վաղվա ուրեմն ապօրինություններն են հենց այդ նույն քաղաքացիների դեմ եւ վաղվա պատերազմն է, որը սանձազերծվելու է մեր պետության դեմ։ Դա է ընտրակաշառքի գինը։ Քաղաքական վերլուծաբանը նշում է, խնդիրը շատ ավելի խորն է, քան մեկ ձայնագրությունը։ Այդ նույն Կարապետյանների եւ իրանց քաղաքական առաջնորդների իշխանության տարիներին իրանք քաղաքացիներին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պահում էին ըստ էության չքավորության սահմանին, որպեսզի իրենք կարողանային իրենց ընտրակաշառքները բաժանել, իրենք կարողանային այսպես ասած կեղծ բարեգործության անվան տակ, ուրեմն ձայներ հավաքեին, կորզեին մեր քաղաքացիներից։ Միաժամանակ փորձագետները կարևորում են իրավապահների դերը։ Եթե նախընտրական փուլն այսպիսին է, ընտրությունների օրը կարող է լինել ավելի լարված։ Իսկ քաղաքացիների համար ուղերձը պարզ է, ասում է քաղաքագետը։ Եթե այսօր քեզ քյաբաբով են հիշում, վաղը կարող են մոռանալ ամբողջությամբ։ Նարինե Ղուկասյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։